Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների առաջիկա զարգացումները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական տարբերակն ու մանիպուլացված կետերը։ Թեմաների մասին այսօր մոտ 5 ժամ բուռն քննարկում է եղել Ազգային ժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։ Նրա կարևոր հայտարարություններն առանձնացրել է իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա եւ այսպես արտաքին գործերի նախարարն Ազգային ժողովում էր, որտեղ 2024-ի կատարողականներ ներկայացնում բավականին բուռն եւ բավականին հետաքրքիր թեմաներ են եղել, հետաքրքիր շեշտադրումներով։ Նախ սկսենք Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունների մասով, խնդրեմ։ Այո, Միրզոյանը միանգամից հերքեց այն մտահոգությունները, թե հարաբերությունները, գործակցությունը, որ կարգավորվել են եւ բավականին զարգացում են ունեցել նախորդ ամերիկյան վարչակազմի հետ, գուցե չշարունակվեն, քանի որ վարչակազմի փոփոխություն է եղել եւ արտաքին քաղաքականության մասով Թրամփի քաղաքականությունը բավականին լրջորեն տարբերվում է Բայդենի քաղաքականությունից, նշեց, որ անցումային փուլում արդեն հարաբերությունների զարգացման ներառված են եղել նաեւ նոր վարչակազմի անդամներ, ինչը նշանակում է, որ գործակցությունը նույն տեմպով շարունակվելու է։ Վկայակոչեց վարչապետի հանդիպումը փոխնախագահ Վենսի հետ եւ վստահեցրեց, որ առաջիկայում կլինեն լավ նորություններ, իդեպ այդ նորությունները փաստորեն ռազմավարական գործակցության փաստաթղթով նշված կետերին են վերաբերում, դրանցից մի քանիսը հնարավոր է կյանքի կոչվեն առաջիկայում, այնպես որ այս մտահոգությունները ամբողջությամբ հերքված են։ Ամենակարևոր եւ բուռն, էմոցիաներ առաջացնող թեման հետեւյալն էր, բոլորս երեք տեսանք, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի մասին էր, որոնք էին ամենակարևոր շեշտադրումները այստեղ։ Այո, Արարատ Միրզոյանը կրկին վերահաստատեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության նորակարգին եւ համաձայնագրին վերաբերող բանակցությունները ըստ էության իրենց հանգրվանին են մոտեցել, ինչը շատ կարևոր է ըստ Միրզոյանի, նշեց, որ այո, համաձայնեցված են բոլոր կետերը, որոնց շուրջ տարիներ շարունակ բանակցվում էին։ Համաձայնագրում առկա դրույթները իդեպ շեշտեց, որ ուժի մեջ են մտնում բացառապես ստորագրելուց եւ վավերացնելուց հետո։ Բուռն քննարկման թեմա դարձավ Եվրամիության դիտորդական առաքելության հեռացումը, այսպես ասած, հայ-ադրբեջանական սահմանից։ Այսօր իդեպ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մահմեդովը հետ չմնալով իր մյուս գործընկերներից, որոնք երեք անմիջապես խոսել էին Եվրամիության դիտորդների հեռացման մասին, նա էլ շեշտեց, որ առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին լուրջ ռիսկեր է ստեղծում Հարավային Կովկասի կայունության համար եւ որ այս կետի բավարարումը ամենակարևոր նախապայմաններից մեկն է համաձայնագրում։ Մամեդովը իդեպ նշել է, որ դեռ վաղ է քննարկել հնարավոր ստորագրումը համաձայնագրի եւ վայրի առումով եւ ժամանակի։ Եկեք հասկանանք, թե ինչպես է արձագանքում հայկական կողմը առնվազն արտգործնախարարի մակարդակով։ Միրզոյանի խոսքով դիտորդական առաքելությունը իսկապես ծառայել է իր նպատակին այն պահից սկսած, ինչ տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին եւ կարողացել է մենք ունեցել ենք ամենախաղաղ ժամանակը։ Այո, եւ կարողացել է ամբողջությամբ կատարածել իր նպատակները, բայց եւ եթե ստորագրվի համաձայնագիրը, դրանից հետո կարծես թե խաղաղությունը ինստիտուցիոնալ այլ մակարդակ է մտնում, ինչի մասին ավելի մանրամասն կուզեմ լսենք անձամբ Միրզոյանի խոսքը։ Լսենք ու վերադառնանք տաղավար։ Դիտորդական առաքելությունը տեղակայվել է մեր առաջարկությամբ, մեր խնդրանքով։ Դիտորդական առաքելության նպատակն է ուրեմն ապահովել, եթե մանդատը նայեք արդյոք, նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը, սահմանամերձ շրջաններում կայունությանը, խաղաղությանն եւ պետք է արձանագրենք եւ ոչ ոք չի կարող շղթել, որ տեղակայումից ի վեր իսկապես այս առաքելությունը ծառայել է այս նպատակին, իսկապես առաքելությունը ստացված է միևնույն ժամանակ այն պահին, երբ որ կստորագրվի այդ համաձայնագիրը եւ կվավերացվի ուժի մեջ կմտնի, բնականաբար այդ կայունությունը եւ խաղաղությունը այլևս շատ ինստիտուցիոնալ կդառնան Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանին։ Եվ այդ պարագայում ես տեսնում գործընկերները դժգոհում են, բայց ես տեսնում գործընկերները դժգոհում էին ընդհանրապես եվրոպացիներին բերելուց։ Բայց դուք ունենաք դեր քոշման հայտնել ժամանակ։ Ես ուզում եմ միանգամից եւ վստահեցնել մենք եվրոպական Հարգելի գործընկերներ, կարող եք Պարոն Եղոյան։ Լավ, ուրեմն Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող եւ դրանից դժգոհող եւ այժմ Եվրոպական դիտորդական առաքելության
չափազանց հոգատար վերաբերվող եւ կարեւորող մեր գործընկերին ուզում եմ վստահեցնել, որ մենք, երբ որ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի եւ ուժի մեջ կմտնի, մենք մեր եվրոպական միության գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի փոխշահավետ լուծումների կգան։ Այդ է նաև ազգային ժողովում ընթացող այդ քննարկման ժամանակ ամենանուրբ, ամենազգայուն թեման Զանգեզուրի միջանցքի մասով էր, որը տարակարծություններ տեղի տվեց, այս մասով ինչ կարող ես ավելացնել։ Այս թեման շատ բուռն քննարկվում է, բարբերաբար, եւ սրան անդրադարձավ նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։ Այսօր էլ Արարատ Միրզոյանը խոսեց թեմայի վերաբերյալ, քանի որ մեր ընդդիմադիր падգամավորները ներկային եւ կրկին քննարկեցին թեման, շահարկում էին, որ գուցե քննարկվում է միջանցք տրամադրելու հարցը եւ որ գուցե այդ հարցը ներառված է համաձայնագրի արդեն հաստատված կետերում։ Արարատ Միրզոյանը կրկին վերահաստատեց համաձայնեցված կետերում խաղաղության այդ վերջնական տեսքի բերված համաձայնագրում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միջանցքին։ Եվ ընդհանրապես չկա որևէ կետ ապաշրջափակման մեխանիզմների վերաբերյալ։ Կա պատրաստակամություն գործակցելու Հայաստանի կողմից տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական, սակայն հստակ է, որ Երևանի մոտեցումները ապաշրջափակման հարցում փոփոխության չի ենթարկվել։ Ես կրկին ուզում եմ Միրզոյանի ուղիղ խոսքը լսենք, որպեսզի տարընթերցումների նորից առիթ չունենանք։ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության եւ գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան։ Մենք նաեւ կարծում ենք, որ ինչպես եւ նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա։ Բեռների օրինակ անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ։ Կարևոր է շեշտադրել, որ Միրզոյանը խոսել է նաև այն կետերի մասին, որոնք փաստորեն դուրս են մնացել համաձայնագրից։ Դրանցից մեկը հումանիտար հարցերն են եւ գերիներին վերաբերող հարցերը։ Դրանք չնայած որ դուրս են մնացել ընդհանուր կետերից, բայց Միրզոյանը վստահեցնում է, որ այս հարցերը պարբերաբար եւ միջազգային գործընկերների հետ եւ Ադրբեջանի հետ քննարկվում են եւ միշտ ուշադրության կենտրոնում են։ Ես մեջբերեմ հումանիտար հարցերի լուծումն ու առաջին հերթին գերիների պատանդարված եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար եւ ըստ էության այստեղ եւս Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել եւ առանց այս խնդիրների լուծման եւս համապարփակ խաղաղության հասնել ըստ Հայաստանի չենք կարող։ Միրզոյանը բնականաբար կաշկանդված է ամբողջությամբ մեջբերել կամ բացել համաձայնագրի տեքստը, ինչը բնական է, այնուամենայնիվ վստահեցնում է, որ այդ տեքստում չկան այնպիսի տարօրինակ արտառոց բաներ, որոնց մասին այս տարիների ընթացքում Հայաստանը չի խոսել եւ կառավարությունը եւ բանակցող կողմերը չեն բացահայտել։ Համաձայնագրի հետ կապված բազմաթիվ զգայուն, գերզգայուն թեմաներ կան, որոնցից մեկը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Այս մասին եւս խոսել է Արարատ Միրզոյանը, կրկին հստակ շեշտադրելով, որ այս հարցում եւս Հայաստանի Հանրապետությունում դիրքորոշում չի փոխվել։ Նորից գնում ենք Միրզոյանին լսելու։ Շատ լավ։ Լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին։ Այս մասին իհարկե բնականաբար համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա, ընդհանրապես համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա։ Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում։ Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են, եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ, եւ մենք ունենք առնվազն մեր սահմանադրության մասով մեր սահմանադրական դատարանի համապատասխան դիրքորոշումը մեկ այլ առիթով, սա սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերի հաստատման, ավերացման գործընթացում հայտնի սահմանադրական դատարանի դիրքորոշումը,
որը հստակ ուղենիշ է եւ փառատում է բոլոր մտահոգությունները, բայց եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա նաեւ մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ, իդեպ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր սահմանադրական դատարանով մեր պարագայում, մենք ընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված։ Սրանք այն կարևոր շեշտադրումներն էին, որոնք եղել են այս 5 ժամվա քննարկման ընթացքում, բնականաբար շատ ծավալուն քննարկում էր, բայց սրանք փոքր-ինչ զգայուն թեմաներ էին, որոնց ուզեցինք անդրադառնալ։ Ամեն դեպքում արա պիտի համաձայնենք արտգործնախարարի հետ եւ հստակ գիտակցենք, որ երբևէ կնքված որևէ համաձայնագիր միանգամից արդյունք չի տվել ու չի լուծել բոլոր խնդիրները, հատկապես այն դեպքում, երբ երկու ժողովուրդների միջև թշնամանքը եւ պատերազմական իրավիճակը տասնամյակներով են շարունակվել։ Եվ իսկապես այս համաձայնագիրն էլ չի գալու միանգամից բոլոր հարցերի պատասխանները մեզ տալու, ընդհակառակը, սա պարզապես շատ փոքրիկ մեխանիզմ է երկու կողմերի ներդրած, որը պարզապես մեկնակետ է հանդիսանալու հետագա բազմաթիվ հարցեր քննարկելու եւ լուծելու, եթե իհարկե ինչ որ պահի գան վերջնական համաձայնության եւ տեղի ունենա այդ ստորագրման արարողությունը։ Այո, մեզ դեռ շատ երկար ու բարդ ճանապարհ է սպասում, հուսով եմ, որ այս մեկնակետը կլինի դեպի խաղաղություն տանող իսկապես։ Իրական խաղաղություն։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից ներկայացնելու համար։